Այսօրվա դատաքննությանը քաղաքապետարանի ներկայացուցիչը դարձյալ չէր մասնակցում, ինչպես նախորդ անգամ։ Դատարանը որոշեց վերջինիս բացակայությամբ անցկացնել դատաքննությունը, թեև տնակատերերի շահերի պաշտպան Անուշաբան Նիկողոսյանը այսօր էլ պնդում էր, որ քաղաքապետարանի ներկայացուցչի ներկայությունը դատաքննությանը պարտադիր է, քանի որ հողի օտարման գործընթացը կատարել է քաղաքապետարանը։ Ընդ որում Անուշաբան Նիկողոսյանի կարծիքով այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով։ Օտարման ժամանակ տեղի ունեցել խախտում, այսինքն առանց աճուրդի հողամասի օտարումը տեղի ունեցել։ Կարևոր խնդիրն է պարզել, արդյոք հողամասի օտարումը առանց աճուրդի եղել է օրենքի շրջանակներում, թե ոչ։ Ես զերծ կմնամ այս պահին գնահատականներ տալ, քանի որ դա դատարանի իրավասության մեջ է մտնում, համապատասխան քննությամբ կարծում եմ հանգամանքները կպարզվեն։ Քաղաքապետարանը պատշաճ ծանուցվել է, ծանուցագիրն էլ ստացել, կողմերին տեղեկացրեց դատարանը, սակայն երրորդ կողմի ներկայացուցիչը ինչ-ինչ պատճառներով հարկ չի համարում ներկայանալ նիստին։ Միգուցե զբաղվածություն, միգուցե գործի ելքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, կարծում եմ հայցադիմումի դեպքում արդեն համապատասխան ներկայացուցիչ կներկայանա, որովհետև արդեն այս դեպքում իրենք պատասխանող են, այլ ոչ թե երրորդ անձ։ Երևի զբաղվածություն է կամ ընդամենը գտնում են, որ եթե մենք գնել ենք, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, մենք էլ եկել ենք մեր շահերը պաշտպանել։ Քաղաքապետարանի ներկայությունը պարտադիր է, պնդեց վիճարկվող տարածքի տնկատիրոջ շահերի պաշտպանը, դատարանին տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ քաղաքապետարանի։ Կեսժամյա ընդմիջումից հետո հայցն արդեն պատրաստ էր։ Դատարանը սակայն մերժեց հայցի ընդունումը, պատճառաբանությունը հետևյալն էր, որ պատասխանողը իրավունք ունի հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի, այլ ոչ թե երրորդ կողմի։ Անուշաբան Նիկողոսյանին դատարանը տեղեկացրեց այդ հայցով դիմել համապատասխան այլ դատարան։ Մեկնարկեց ապացույցների հետազոտման կարգը, հայցվորը պնդեց իր հայցը, դեռ ավելին նշեց, թե ելնելով քրիստոնեական սկզբունքներից երկար ժամանակ չեն դիմել դատարան, սակայն պարզելով, որ պատասխանողը ժամանակի ստացել է բնակարան, վաճառել այն եւ շարունակում է ապրել տնակում ու չի պատրաստվում ազատել այն, որոշել են այս ճանապարհով ազատել տարածքը տնակներից։ Գործով պատասխանողի որ սահմանադրական իրավունքն է խախտվել, այսինքն այն սահմանադրական իրավունքը, որ ինքը պետք է բնակարան ստանա, վաճառի այդ բնակարանը եւ նորից շարունակի ապրել տնակում, սա նրա սահմանադրական իրավունքն է, թե քաղաքացիական օրենսգրքով այդ որ նորմն է, որ պաշտպանում է նրան այս պարագայում, սա այսպես վերցնենք։ Ձեր ասածը այլ խնդիր է, որ ինքը փաստորեն բնակարանը վաճառելով շարունակում է այդտեղ բնակվել, այսինքն նրա բնակվելը օրինական է, թե օրինական չէ, դա խնդրի այլ կողմն է։ Այս պարագայում վիճարկվում է հողամասի օտարման օրինականության հարցը։ Դատական նիստը հետաձգվեց։ Արմենի Վարդանյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։